Ժողովրդական քանի որ վերջերս բավական շատ եք հարցնում, որը արժի վերցնել, որն ավելի լավ է։ Q05-ը, Q1, թե DeepL S05-ը երկուսն էլ չանգանի, փորձեմ այսօր ձեզ այդ բարդ հարցին պատասխանել։ Մինչ սկսելը խնդրում եմ ձեզ անպայման դիտեք այս գցողների մասին իմ արած հոլովակները, փաստերով հիմնված, իրանց վրա արդեն հարստված է 4 քրեական գործ, ընդհանուր 1.360.000 դիտում կա, խնդրում եմ տարածեք այս գցողների մասին պետք է իմանան բոլորը։ 3 միլիոն դիտում պետք է լինի։ Շնորհակալություն։ Հիմա անցնենք բուն թեմային։ Ուրեմն, այսօրվա օրով հունիսի 27-ով մենք համատում ենք այս երկու մեքենաները, որտեղ նույն գնի մեջ են։ DeepL S05-ի էլեկտրականը չենք վեկանում, որտեղ ինքը թանկ է։ NX20500-ի կարգի է։ Այս Q05 Ultra Laser Plus-ը անգլերեն թարգմանությամբ այսօրով $10,300 պատվերի դեպքում Հորգոսից քվոտայում օգտվելու պարագայում նույն արժեքը ունի DeepL S05 215 Max R18 ոչ 20 R18 ակերով մեքենան 26 թիվ կրկին պատվեր Չինաստանից մի խոսքով երկուսը $10,200 հիմա որը ընտրել դուք ունեք այդքան փող հիմա ուզում եք հասկանալ որը ընտրեք փորձեմ ձեզ օգնեմ ուրեմն առանցքային տարբերությունը այս երկու մեքենաների Q05-ը ժողովուրդ ջան արչևի քարշակա ու 163 դիաուժա ընդհանրապես DeepL S05-ը նու հիբրիդը 238 դիաուժա ու հետևի քարշակա իսկ դուք ինչպես դուք գիտեք ճիշտ է կառավարելին հզորը անցնողությունը որ հնարավորինս մեծ լինի որ չլրվի ձյունոց առաջ ճանապարհների վրա մի խոսքով այս կոմենկոմ ճիշտ է հետևի քարշակն է որտեղ էլեկտրոմիլի մոտ դիմացը ծանոթություն չկա դիմացը թեթև է ու հատկապես ծառած ու ձյունոտ մակերեսների վրա ակերը բուքսավատ են անում քիթը օդ է հելնում խաղացնում առասնում ինչ որ դեպքերում ոչ միշտ ու ոչ միշտ բոլոր ավտոների հետ կարող է Q5-ը իրան տենց չպահի բայց ըստ ստատիստիկայի դա տենց է ու գերադասարին հետևի քարշակն է ուրեմն այս պարագայում հաղթում է իհարկե DeepL S05-ը հետո DeepL S05-ի սրահը ես գտնում եմ որ ավելի որակով է, ավելի ընդհանրացակա, ավելի մեծ է։ Q05-ը այդքան լենուբոլ չի, ինքը մի քիչ ավելի կոմպակտ է, բայց իր առավելությունը կայանում է նրանում, որ ինքը ունի հագեցվածությունը իր ավելի շատ ավելի բարձր է։ Նախ ինքը ունի 12 կամերա, այլ ոչ թե ընդամենը 6, ոնց որ S5-ը ինքը ունի լիդար, ինչը էլի մեծ առավելություն է, իսկ S5-ը լիդար չունի։ Ինքը մի հատ է մեծ պլյուս ունի, ինքը ունի վարորդի մարդավարի դիսպլեյ, ինչի վրա դուք տեսնում եք ձեր ինֆորմացիան, այլ ոչ թե անկապ պրոյեկցիա է ճպցրած դիմապակու վրա, ոնց որ դա S05-ի մոտ է, ու լիքը մարդ չի գնում DeepL S5, զուտ այդ վարորդի դիսպլեյի բացակայության պատճառով, ինչի ես ինձ լրիվ հասկանում։ Այդ պրոյեկցիայի նայերը շատ մարդկանց մոտ ներվայնացնող է, իրանք այդ պրոյեկցիան անջատում են, ի դոկումենտ ավտոն դառնում է Tesla, այսինքն դուք մենակ հիմնական մոնիտորի վրա եք ձեր արագությունը տեսնում ու շաշանում եք ամեն անգամ ձեր հայացքը ուղղելով դեպի աջ մի խոսքով այտենց խնդիրներ DeepL-ը ունի բայց կառավարելիության հզորության լենուբոլ ավտոյի առումով ինքը կարծում եմ առավել է բայց մի հատ մեծ աճ մտնող մինուս ունի ինչով Q5-ը ամեն ձև ցբխում է DeepL-ի պատերով այս պարագայում DeepL-ը հիբրիդ է ժողովուրդ ջան իսկ Q5-ը մաքուր էլեկտրական է ու ես գտնում եմ որ հիբրիդը դա եթե նույն արժեքը ունի էլեկտրական ու հիբրիդ Դաժե եթե արշավի քարշակա, ճիշտ է էլեկտրականն է։ Որտեվ հիբրիդը հալա 1-2 տարի առանց խնդիր քշում են մարդիկ, բայց արդեն 3-րդ, 4-րդ, 5-րդ տարիների ժամանակ, էլ չասեմ 5-ից ավել։ Մեծ ու փոքր խնդիրներ է իր այդ գալիս, դեպքերի, չգիտեմ, 50, 60, 70% դեպքերում բենզինային շարժիչի կլապան փոխել, սալնիկ փոխել, չգիտեմ, մի խոսքով, առհասարակ կար այդ շարժիչը մեկը մեռնի, ինչ որ պուճուր տոկոս դեպքերում մի խոսքով ինքը խնդրահարույց գլխացավանքա ու ծաղկտալություն է ավտոյի պարագայում մի քանի անգամ 2-ից 3 անգամ ավել է քան թե Q05-ի պարագայում այս է նույն բանը որ դուք սպասում եք երեխա բայց ունենում եք զույգ երեխա սա նույն բանն է դուք կարծում եք որ դու գնում եք մեքենա մի հատ բայց իրականում դուք գնում եք երկու հատ մեքենա մի հատ բենզինային մի հատ էլեկտրական հիբրիդի պարագայում դուք սպասարկում եք երկու ուղղություն հասկանում եք ու ձեր ծախսը մինիմում 2 անգամ կրկնապատկվում է թե վառելիքի թե սպասարկման հատկապես սպասարկմանը որտեղ բացի ռեդուկտորից պետք է մոտորը յուղը փոխեք մոտորը սալնիկ փոխեք չգիտեմ չանեք մի խոսքով ես գտնում եմ ճիշտ է էլեկտրականն է հիբրիդ մենակ պետք է գնել այն դեպքում երբ որ դուք իրոք այդ հիբրիդը ձեզ պետք է որ դուք քշում եք օրական չգիտեմ 400 կիլոմետր կամ դուք ճանապարհորդում եք շատ հաճախ գնում եք գործով Վրաստան գալիս եք գնում եք Ռուսաստան գալիս եք հա այդ պարագայում օքեյ հիբրիդ հա բայց եթե Երևանի մեջ քշում եք օրը 30 40 50 80 կիլոմետր դες հիբրիդ պետք չի Սա հիբրիդն առնում, բայց ես դա չեմ հասկանում։ Համել այդ հիբրիդը մեջ որ դուք նստում եք, իր բենզինային շարժիչի ձայնը բավական ուժեղ գալիս է ժողովուրդ ջան։ Իսկ էլեկտրականի մեջ լռություն է։
Դա էլ է կոմֆորտի վրա ազդում իմ կարծիքով։ Դրա համար չգիտեմ, հա Q05-ը 163 դիաուժ է, չնայած ես այդ ավտոն քշել եմ, ինքը հզորությունով հավասար է UAM+-ին, то есть հավասար է 205 դիաուժին, պլյուս-մինուս, տենց չեմ կարող ասեմ, որ հզոր ավտո չի, ոչ։ Նույնն էլ A06-ը Չանգանի, էլի 163 դիաուժ է, էլի հզոր մեքենա է, ես կարծում համատած նույն UAM+-ի հետ ինքը հավասար է այդ 200 դիաուժերին հետևի քաշակը։ То есть կոպիտ ասած հետևի քաշակ 163 դիաուժը հավասար է արջևի քաշակ 205 դիաուժին, եթե կոպիտ։ Մի խոսքով դուք որոշեք ինչ կընտրեք։ Արտակնապես օրինակ դիզայնի առումով Q05-ը ես կարծում շատ ավելի ստացված մեքենա է, քան Deepal S05-ը, հատկապես R18 տակերով, մենք հիմա խոսում ենք R18-ի մասին, այդ գնաճ R18-ը տեղավորում, ինչը R18-ը գեղեցիկ չի, իսկ Q05-ի անվահայցերը շատ ավելի գեղեցիկ են, իսկ ավտոյի տեսքը որոշում է դեպքերի 30-40%-ում հենց անվահայցը։ Չգիտեմ, սրահի դիզայնի առումով էլ Q5-ը կարծում եմ առավել է, չնայած որ մատերիալները կարող է մի քիչ Deepal S5-ին զիջում են, Lenubol-ը հարմարություն զիջում է, բայց կարծում եմ ինքը առավել է։ Դրա համար մի քիչ դժվար է ասել որն է ավելի լավը, այստեղ լավ ու վատ չկա, ճիշտ ասած, բայց ես կընտրեի Q5 երևի։ Ու մեկ էլ մի առավելություն Q5 ունի նաև, որ իր գույքահարկը ընդամենը 20000 դրամ է, իսկ S05-ինը հիբրիդինը 56000 դրամ է կարծում։ Մի խոսքով ժողովուրդ ջան, կվոտան սպառվում է, մնաց մինչև օգոստոսի վերջ, սեպտեմբերի սկիզբ կարծում եմ։ Նու վատով ենք հաշվում, կարող է սեպտեմբերի կես ձգի, բայց մինչև սեպտեմբերի սկիզբ ժամանակ ունեք, այսինքն 2 ամիս։ Այն որ ծերուց, եթե պատվեր եք անում, բարի եղեք, ուզում եք ոտայից օգտվեք, հետո չասեք բախի ուշացավ իմ ավտոն, դե շուտ դիմեիք։ Վերցա վտանում։ Ժամանակ ունեք մինչև այս ամսվա վերջ։ Նու լավ, հուլիսի սկիզբ, պիտը հուլիսի սկիզբը արդեն կարծում եմ ուշ է։ Արդեն ռիսկայնությունը 50-50 է տեղավորվելու կոտայի մեջ։ Դրա համար եթե դուք ուզում եք ունենաք նոր 26 թվի էլեկտրոմոբիլ, որտեղ 27 թվին կոտա դժվար լինի։ Էժան գնով $10200, թե Q5-ը, թե Deepal S05 հիբրիդը R18 տակերով։ Իսկ էլեկտրականը $20500 կարգի է, ինչը էլի շատ դեռ գինա էլեկտրական, մաքուր էլեկտրական Deepal S05 520 Max-ի համար։ Իսկ Q5-ը շատ ավելի էժան մեքենաներ ուներ անցյալում 405 Max, 505 Max, այնտեղ 13700-ից է սկսում է R-ը։ Բայց հիմա ժողովուրդ ջան, սա սրբեն է սա այդ էժան մեքենաները, մնացել է մենակ մաքսիմում կամ 505 Max Plus-ը, ինչ-որ մի հատ նոր բան է, համարյա այս ուլտրային հավասար է, $1000 ուլտրայից էժան, կամ ամենաֆուլ ուլտրան։ Այն 405 Max, 505 Max adekvat գներով 16000-ով եք չկա։ Всё, մոռացեք։ Նույնիսկ Q05 Air կոմպլեկտացիան, որ հերեթրել է գինը 15200, 15300, էլի չկա մեկը։ Մի խոսքով ցավում եմ, բայց մենակ ուլտրան կարեք ձեռք բերեք կամ Max Plus-ը 18200-ով կամ 18300-ով շտապեք Viber WhatsApp կոտայի մնաց 2 ամիս։ Շնորհակալություն։